Ադրբեջանը կրակ է բացել խնածախի ուղղությամբ վնասվել է տներից մեկի տանիքը։ Շփումները Ադրբեջանի եւ Հայաստանի միջև շարունակվում են, խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան, Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը։ Թվային հարթակ ավտոտրանսպորտային միջոցների առքուվաճառքի նվիրատվության սեփականության իրավունքի փոփոխման համար։ Զեղսարարների կիրթ խոսքը ու հաստատուն ձայնի տեմբրը հավատ է ներշնչում վիրտուալ խաբեության զոհերը։ Եվ նոր օրենք սեպտեմբերից 6 տարեկան երեխաները սկսելու են դպրոց հաճախել, 7 տարեկանում դպրոց դիմելու դեպքում էլ հայտնվելու են միանգամից երկրորդ դասարանում։ Ուղիղ եթերում աշխատանքներ շարունակում, ժամը լրատվականի գլխավոր թողարկումը, բարի երեկո։ Թշնամին կրկին կրակել է սահմանամերձ խնածախ բնակավայրի ուղղությամբ, թշնամու գնդակոծությունից վնասվել է տներից մեկի տանիքը ու սա առաջին դեպքը չէ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակաբար կեղծ տեղեկություններ է հրապարակում, թե իբր հայկական կողմն է կրակ բացում սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, մերոնք էլ հետևողական հերքում են։ Ադրբեջանցիները դարձյալ կրակել են խնածախի ուղղությամբ նախօրեին երեկոյան։ Տեղեկությունը Հայաստանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունն է հաստատում այսօր։ Կրակոցի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը, ըստ հայտարարության տուժածներ չկան։ Ադրբեջանական կողմին կոչ են անում հետաքննել խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը այս հայտարարությունից ժամեր չանցած ստիպված եղավ նոր հայտարարություն տարածել, հերքելով ադրբեջանական հերթական մեղադրանքը, թե մերոնք են այսօր առավոտյան կրակ բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այս իրադարձություններին նախորդել էր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի այն հայտարարությունը, որ Հայաստանը խնդրել է Բաքվին դիվանագիտական ճանապարհով տվյալներ տրամադրել Ադրբեջանի հայտարարած հրադադարի խախտումների մասին։ Հայաստանը դրանք հետաքննել ու փոխանցել է Ադրբեջանին, իսկ Հայաստանի հայտարարած ադրբեջանական խախտումների վերաբերյալ էլ Հայաստանն է Բաքվին տվյալներ տրամադրել։ Ակնկալվում է մանրամասն հետաքննություն։ Երևան եկած տվյալների հետաքննությունը հայկական կողմն ավարտել է։ Եվ պարզել է, որ ընդհանուր առմամբ այդպիսի խախտումներ չեն։ Հրադադարի խախտումների վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը հնարավոր է, ասում է ռազմական փորձագետը։ Տեսանկարանող սարքերը կարող են ֆիքսել, որ օրինակ կրակ եղել է։ Այսպես ասենք, որևէ կողմից կրակ բացելու փաստը միայն հնարավոր է արձանագրել։ Ժամանակակից պայմաններում շատ հեշտ է, որ ասենք այդ նույն տեսանկարահանող միջոցները, որոնք տրված են կամ օթաբարիկով այդ հնարավորություններ կան, իսկ իրանք սայնսատների միջոցով, որ կարող են ոչ թե մշտապես, այլ ինչ-որ մի կողմով, ասենք, կրակոցի հնչեցինք համաչափես ուղղում այդ կողմերը սկսվում է կանել։ Դա կարող է, բայց զուտ միայն փաստ է արձանագրվել, որ реալնից կրակոց։ Այստեղ սակայն առաջ է գալիս արդյունավետության հարցը, միայն կրակոցի պահը արձանագրել է իրավիճակը ճիշտ ու ամբողջովին բնորոշելու համար բավարար չէ, որովհետև ըստ փորձագետի դժվար կլինի արձանագրել, թե որ ուղղությամբ է եղել կրակահերթը, ինչ օբյեկտ է թիրախավորվել։ Այստեղ հիշենք, Հայաստանի պաշտպանության փոխնախարարը ապրիլի կեսին նշում էր, որ ադրբեջանական կրակոցները անհասցե են, ոչ նշանառու։ Հիմա սակայն պաշտոնապես հրապարակվում են լուսանկարներ խոցված տան տանիքից։ Այսպիսի դեպքերը հաստատելու, պարզորոշ փաստագրելու համար անհրաժեշտ կլինի կողմերի սերտ փոխգործակցությունը, օրինակ փամփուշտների փոխանակման միջոցով, ասում է ռազմական փորձագետը։ Համապարությունից դուրս վիճակը էլ է ինչ պետք է անեն, կրակած փամփուշտները դերից պետք է գտնեն այն հardարակու, էքսպերիենս զենքերի բալիստիկ հետազոտություն անցկացնել, որ տեսնեն այդ զենքից կրակել է, թե չէ։ Ին տեսանկյունից խոսքը ասենք այդ ինչ-որ տեսանկարահանող սարքերի միջոցով դնել երկու կողմում էլ, նրանց միջոցով վերանել, թե լավ կրակոցներ թե չէ։ Սուտ միայն փաստը կարող արձանագրել, որ կրակոցը պետք է մտնել Իսկ նմանատիպ հետաքննություն կարելի է անցկացնել միայն այն դեպքում, երբ կողմերից երկուսն էլ տրամադրված են կառուցողական համագործակցության ու ձգտում են արդար հետաքննության, նպատակ չունեն կրակելու մասին կեղծ մեղադրանքներով, ապա տեղեկատվությամբ ու քարոզչությամբ քաղաքական հարցեր լուծել։ Փորձագետները համոզված են, հատկապես ադրբեջանական կողմի հետ դժվար է այս գործը արդյունավետ ավարտին հասցնել։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը այսօր հայտարարել է, որ Ադրբեջանը լեգիտիմ սպասումներ ունի Հայաստանից, հետո էլ պարզաբանել է, որ այդ սպասումները կապված են Հայաստանի սահմանադրությունից, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները բացառելու, ինչպես նաև Մինսկի խմբի լուծարման հետ հայկական կողմի հետ շփումներ կան, արդյոք հարցինի պատասխան Բայրամովը դրական է արձագանքել։
Պատրաստ ենք հրադադարին արդեն երկուշաբթի օր այդ մասին հայտնել է Ուկրաինայի արտգործ նախարար Անդրեյ Ստիբիկան, նշելով, որ նախագահ Զելենսկին եւ եվրոպացի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ուկրաինան եւ բոլոր դաշնակիցները պատրաստ են ամբողջական անվերապահ հրադադարից համակում, օդում եւ ծովում առնվազն 30 օրով սկսած երկուշաբթի օրվանից, ասել է Ուկրաինայի արտգործ նախարարը։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ Թվային հարթակ ավտոտրանսպորտային միջոցների առքուվաճառքի նվիրատվության սեփականության իրավունքի փոփոխման համար։ Զեղսարարների կիրթ խոսքը ու հաստատուն ձայնի տեմբրը հավատ է ներշնչում վիրտուալ խաբեության զոհերը։ Եվ նոր օրենք սեպտեմբերից 6 տարեկան երեխաները սկսելու են դպրոց հաճախել, 7 տարեկանում դպրոց դիմելու դեպքում էլ հայտնվելու են միանգամից երկրորդ դասարանում։ Շարունակում ենք թողարկումը։ Ինչ է առողջապահական ապահովագրությունը, որքան գումար է մարդն ամեն ամիս վճարելու եւ որ հիվանդությունների դեպքում էին գործելու, բայց կա արդեն հստակ թիվ։ Յուրաքանչյուր քաղաքացի առողջապահության ապահովագրության համար ամեն ամիս նվազագույնը 13700 դրամ է վճարելու։ Արդյոք ցածր աշխատավարձերի դեպքում յուրաքանչյուր քաղաքացու գրպանին հարիր է պարտադիր վճարման համար սահմանված այս գումարը։ Յուրաքանչյուր քաղաքացի առողջապահության ապահովագրության համար ամեն ամիս նվազագույնը 13700 դրամ է վճարելու։ Պատասխանատու գերատեսչության առողջապահության նախարարության կողմից շրջանառվող նախագիծը թեև դեռ քննարկումների փուլում է, բայց արդեն հասցրել է մտահոգել փորձագետներին։ Արձանագրում են, գործատուները մասնակցություն գրեթե չեն ունենալու, արդար չէ։ Ինդեքսավորման համակարգ չունենք Հայաստանում աշխատավարձերի, այսինքն գնաճին զուգահեռ, որ աշխատավարձի զարգացում տեղի ունենում եւ դրա հետ մեկտեղ էլ մենք ունենալու ենք լրացուցիչ վճար եւ աշխատողի այսպես մաքուր եկամուտը պայմանական ասած իջնելու է, նվազելու է։ Ապահովագրավճարը տարեցտարի կարող է նաեւ թանկանալ, դե պայմանավորված հենց օրինակ առողջապահական ծառայությունների գների բարձրացմամբ։ Դեռևս ուսանողները, ովքեր չեն աշխատում, կարծես դուրս են այս պահի դրությամբ այդ կարգավորումից առողջապահական համակարգի մասնակցությունից, ասում է, որ ծնողը կամ պիտի վճարի ուսանողի համար բժշկական ծառայությունների կամ պիտի ներառի իր փաթեթում եւ լրացուցիչ վճար անի, որը նույնպես էլ ավելի մեծ ծախսի է հանգեցնել։ Զարգացող երկրներում բոլոր ապահովագրական մոդելները դրանք ուրեմն սոցիալական մոդելներն են, այսինքն հարուստներն են վճարում միջին եւ աղքատ խավի համար։ Իսկ մեր ապահովագրական մոդելը լրիվ հակառակ մոդելն է, այսինքն աղքատները եւ միջին խավը վճարում է հարուստների համար։ Սրտանոթային հիվանդություններ, քաղցկեղ, դիաբետ, տրավմաներ մեր երկրում ամենաշատը առողջության հետ կապված հենց այս խնդիրներն են հանդիպում։ Ուրեմն դրանց ծախսերն էլ կփակի ապահովագրությունը, նախարար Ավանեսյանն էր ավելի վաղ տեղեկացրել։ Այսինքն ստացվում է, որ ամսական նվազագույն 13700 դրամը վճարելու ենք սահմանափակ ծառայությունների համար։ Ավանեսյանը հիմնավորել էր նաև ապահովագրություններն ընդհանրապես ամեն ինչ չեն փակում։ Պետական պատվերը այսօր հատվածական լուծումներ է բերում մեր համակարգում։ Ապահովագրական փաթեթը ունի ճիշտ նկարագրություն, ինչպես կանխարգել է, վաղ հայտնաբերել է, բուժել եւ վերականգնել։ Սա շատ կարևոր ընթացք է, որը մենք պետք է ապահովենք եւ սրա արդյունքում է, որ ունենալու ենք ավելի լավ արդյունքներ։ Առողջապահական համընդհանուր ապահովագրության համակարգը, հիշենք, փուլային տարբերակով պետք է արդեն ներդրված լիներ Հայաստանում, սակայն համակարգը չգործարկելու գոնե Ֆիննախի վերջին պատճառաբանությունը փող չունենալու մասին էր, իսկ ի վերջո երբ կունենանք այն, դեռ բազմանշանակ լռություն է։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Այսուհետ տրանսպորտային միջոցների առքուվաճառքը կավտոմատացվի, նոր հարթակը հնարավորություն կտա քաղաքացիներին առցանց եղանակով կազմել եւ ստորագրել պայմանագրերը։ Վաճառողը ընտրում է վաճառվող տրանսպորտային միջոցը, մուտքագրում առաջարկվող գինը, որից հետո համակարգը ավտոմատ կերպով ստուգում է մեքենայի իրավական կարգավիճակը պարզելու համար։ Արդյոք այն հետախուզման մեջ է, թե ունի համասեփականատերեր։
Թվային հարթակ ավտոտրանսպորտային միջոցների առուվաճառքի նվիրատվության սեփականատվության իրավունքի փոփոխման համար։ Հիմա մեքենա վաճառողն ու ապրանք գնողը կամ մեքենան ինչ-որ մեկին նվիրելը իրականացվում է հաշվառման քննական ստորաբաժանումներ այցելելով։ Նոր ստեղծվելիք օնլայն հարթակը հնարավորություն կտա այդ գործընթացն իրականացնել առանց քննական ստորաբաժանումներ այցելությունների։ Օրինակ, եթե քաղաքացին ցանկանում է մեքենան վաճառել թվային հարթակով, պետք է ընտրի վաճառվող տրանսպորտային միջոցը եւ ինքնաշխատ եղանակով կազմի առուվաճառքի պայմանագրի նախագիծը։ Ցանկությունից է կախված, եթե չի ցանկանում այցելել հաշվառման քննական ստորաբաժանում իրականացնել այդ տարբերակով, բնականաբար կարող է ձեռք բերել նույնականացման քարտ եւ առուվաճառքը կազմակերպել։ Պայմանագիրը ստեղծվում է ինքնաշխատ եղանակով։ Քաղաքացին կարողանում է էլեկտրոնային ստորագրություն թողնել համակարգում։ Համակարգը պայմանագիրն ավտոմատ ուղարկում է գնորդին, եթե գնորդը համաձայնվում է առաջարկին, նաեւ ստորագրում է պայմանագիրն ու առուվաճառքի տրամաբանությամբ գործարքը համարվում է կնքված։ Հարթակի միջոցով հնարավոր է նաեւ սեփականության իրավունքի փոփոխություն իրականացնել։ Մասնագետները այս գաղափարը դրական են գնահատում, սակայն քաղաքացին կրկին խնդիր է ունենալու էլեկտրոնային ստորագրության դեպքում։ Իրանք ներդնում են միանգամից ու ժողովուրդը ու հասարակությունը կոլապսի է ենթարկվում։ Սկսում են դրան պատճառով գոյանալ հերթեր նույն էլեկտրոնային ստորագրության ստանալու, ասենք, այդ չգիտեմ, բայրերում։ Շատերը դեռ ID նույնականացման քարտեր չունեն, եւ հետո ինչպես է գործարքը կնքվելու արտասահմանցիների հետ։ Ոնց է կարգավորվելու, որ մեկ եթե անձնատեղյա քաղաքացի չունի ուղղակի ID քարտ։ Կարող Հայաստանում առուվաճառ քանի, բայց ասենք օրինակ ինքը չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի ու ուղղակիորեն չունենա ID քարտ։ Մասնագետների դիտարկմամբ այս համակարգը հնարավորություն է տալու ավելի թափանցիկ ու վերահսկելի դարձնել նաև մեքենաների առուվաճառքով զբաղվողների միջև կատարվող բիզնես գործունեությունը, սակայն պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել, որպեսզի համակարգը անվտանգային առումով անխոցելի լինի։ Անվտանգության ոչ մի երաշխիք չկա իրականում, ավելին նաև ասեմ, այդ տվյալների գեներացումը իմ խորին համոզմամբ հենց նպատակ է հետապնդում ուրեմն այդ տվյալները հավաքագրելու։ Հետագայում ինչ նպատակով օգտագործելու չեմ կարող ասել, դրա համար եմ նաև թեմ հարցը դա չի։ Բազմաթիվ դեպքեր է լինում, եւ որ չի աշխատում այդ համակարգը։ Ասենք մի օր, երկու օր ընդհանրապես գոյություն չունի այդ համակարգը եւ չեն կարող նույնիսկ հայց մուտքագրել, եւ չեմ ասում ինչ որ տվյալներ տեսնել։ Սա դեռ ամենը չէ, եթե անձը վարկով տրանսպորտային միջոց է ձեռք բերում, ֆինանսական կազմակերպությունը գրավ իրավունքը պետք է գրանցի ներքին գործերի նախարարությունում։ Մինչև այդ քաղաքացիները այցելում էին հաշվառման քննական ստորաբաժանում։ Այս նոր հարթակում դա եւս կարող է իրականացվել ինքնաշխատ տարբերակով։ Այսինքն պայմանագրի հիման վրա ընդամենը հայտ ենք ստանում կոնկրետ ֆինանսական կազմակերպությունից, որպեսզի կարողանան գրավի իրավունքը ձևակերպել մեր կադաստրում, եւ երկրորդը նույնը նաեւ լիզինգի մասին է։ Եթե ֆինանսական կազմակերպություն ունի ձեռք բերված տրանսպորտային միջոց, որը լիզինգի պայմանագրով տրամադրում է անձին, ապա այս դեպքում եւս լիզինգի իրավունքը գրանցվելու է հարթակում։ Ներքին գործերի նախարարությունն առաջարկում այդ կարգավորումներն ուժի մեջ դնել 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։ Հարթակը հնարավորություն կտա գործարքներ իրականացնել նաեւ ոչ աշխատանքային օրերին ու ժամերին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Զեղծարարների կիրթ խոսքը ու հաստատուն ձայնի տեմբրը հավատ են ներշնչում վիրտուալ խաբեության զոհերին։ Զարգացող տեխնոլոգիաների զուգընթաց զարգանում են նաև կիբերշանցագործությունների մեխանիզմներն ու հնարավորությունները։ Գրագիտ էին խոսում պրոֆեսիոնալ, որ չմտածեցի կարա դա գեղձ լինի, նոր եմ տեղափոխվել Հայաստան, վերցրել եմ քարտս, մտածեցի սխալ եմ ակտիվացրել։ Չեն հանդարտվում զեղծարարները, հիմա էլ հին մեթոդներն են վերամշակում, կատարելագործում ու դրանց երկրորդ շնչառություն հաղորդում։ Հիշում եք մի 2 ամիս առաջ, 3 ամիս առաջ տենց բավականին մեծ ալիք եղավ, որ մարդկանց զանգում էին, ասում էին ձեր իբր օպերատորից, ձեր 5G-ն ենք միացնում, հետո ինչ-որ հվում էին ուղարկում, ոչ կարծ ասած, պարզ պրիմիտիվ մարդկանց բանկային քարտի տվյալներ են հավաքագրում ու այս գումարը հանում։ Սցենարի սկիզբը նույնն է, փոխվում է ընթացքը, ավարտն էլ դեռ հայտնի չէ։ Զանգահարում են որևէ կազմակերպության անունից, ներկայանում բջջային օպերատոր, տեղեկացնում, որ ծրագրային խնդիր է առաջացել։ Խնդրում են տեղափոխվել WhatsApp, միացնել share screen, որի ժամանակ էլ հասանելիություն են ունենում ձեր հեռախոսին։ Դրան էլ հետևում են իբր կարգավորումների համար անհրաժեշտ պարտադիր քայլերի հրահանգները։ Իրենց մոտ համակարգչում ինչ-որ խնդիրներ ցույց տվել, ասացին օգնեք կարգավորենք։ Մի քանի հրահանգներ տվեցին, որ ճիշտ ակտիվանա, բայց չեմ կարող ասեմ կոնկրետ ինչ լուրջ բան կար կամ չկար։ 3-4 հոգու հետ նման բաներ խոսել եմ, բոլորը արել են ամեն ինչ բոտի վրա արագ հապճեպ ու չեն կարող հիշել, թե ինչ են ցույց տվել, ինչ են արել այդ զանգող պատահ օպերատորի հետ
միասին։ Խնդիրը ավելի քան խորքային է։ Եթե առաջ նույն պահին հափշտակում էին բանկային հաշվին եղած գումարը, ապա հիմա հնարավոր է օգտագործեն անձնական նամակագրությունները, լուսանկարներն ու գաղտնաբառերը, որոնք հետո կարող են օգտագործվել ու դառնալ շանտաժի առարկա։ Արդեն 3-4 օր է անցել, բայց դեռ լուրջ բան չեմ նկատել։ Հնարավոր է նամակագրություններս տեսած լինեն կամ հեռախոսի մեջի լուսանկարները, վիդեոները։ Զարգացող տեխնոլոգիաներին զուգընթաց զարգանում են նաև կիբերհանցագործությունների մեխանիզմներն ու հնարավորությունները։ Վիրտուալ խաբեությունների հաջողության գաղտնիքը մարդկային բնազդների ու հույզերի հետ խաղալն է։ Դրանք հաճախ նյութապես վնասելուց բացի կարող են նաև լուրջ հետևանք թողնել հոգեբանության վրա։ Ոստիկանությունից եւս հորդորում են զգոն լինել, ցանկացած կասկածելի հավելված հղում կամ հեռախոսազանգ մանրակրկիտ ուսումնասիրել, անհրաժեշտության դեպքում էլ դիմել մասնագետի կամ ոստիկանության օժանդակությանը։ Սիլվի Մուրադյան, ժամը-լրատվական։ 6 տարեկանում դպրոց չհաճախած երեխան կզրկվի առաջին դասարանում սովորելու հնարավորությունից ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները կարծում են, որ սա զսպող մեխանիզմ կլինի, որպեսզի ծնողները գիտակցեն եւ երեխաներին դպրոց տանեն օրենքով սահմանված կարգով։ Ուսումնասիրություններ արվել են, դիտարկելով նաեւ միջազգային փորձը։ Սեպտեմբերից 6 տարեկան երեխաները դպրոց կհաճախեն։ Նոր օրենքով, եթե երեխան այդ տարիքում դպրոց չգնա, 7 տարեկանում դպրոց դիմելու դեպքում գնալու է երկրորդ դասարան ու ստիպված յուրացնելու նախորդ տարվա ամբողջ ծրագիրը։ Ժամինը հազանգած ծնողները դժգոհում են абսուրդ որակում կրթական գերատեսչության այս որոշումը։ Ասում են, իրենց երեխաները այդ վաղ տարիքում պատրաստ չեն դպրոց հաճախել թե հոգեբանորեն եւ թե անհատական զարգացման առանձնահատկություններով պայմանավորված։ Ես չեմ պատրաստում իմ փոքրիկին ուղարկել դպրոց, որտեղ դա այն շրջանն որ երեխաները պետք է խաղան, չեմ պատրաստում իմ երեխայի մանկությունը փչացնել, կտրել, տանել դպրոց։ Մանկավարժները նույնպես համակարծիք են, տարիների իրենց փորձն էլ նույն բանն է վկայում։ Մինչև 7 տարեկանը երեխաների համար առաջնային է խաղը, որից հետո միայն ուսումը։ Հոգեբաններն էլ ապացուցել են, որ երեխան տառը հնչյունից տարբերում է սկսած 7 տարեկանից։ Իհարկե կան բացառիկ երեխաներ, հաշվի չառնելով տարեքային առանձնահատկությունները կարող են կասել, բայց դա բնորոշ չի բոլորին։ 45 րոպե անընդմեջ երեխան պետք է ուշադրությունը կենտրոնացնի դասապրոցեսի վրա, որն այս դեպքում գրեթե անհնար է։ Մասնագետները հիշեցնում են նաև ներառական կրթության մեջ ընդգրկված երեխաների օրինակը, որոնց դեպքում եւս քիչ չեն դժվարությունները։ Ես ինքս ներառական կրթության երեխա ունեմ եւ առաջի դասարան ընդհանրապես հաճախել չի ցանկանում, ներառական կրթությունը միացված է համընդհանուր կրթության հետ, ներառական երեխան չի ընկալում դասը ինչ է, կարող է դասի ժամանակին իր հագուստը հանել, չհասկանալ, որ չի կարելի, կարող է նույնիսկ խանգարել մնացած բոլոր առողջ երեխաների կրթության իրավունքը։ Լոգոպեդն էլ նկատում է զարգացվածությունից զատ ամենամեծ ու կարևոր խնդիրը երեխաների ուսումնական մոտիվացիայի իսպառ բացակայությունն է։ Առաջի դասարանցին չի ցանկանում գնալ դպրոց սովորել, որովհետև իր արժև դրված խնդիրը, իր արժև դրված ուսումնական ծրագիրը իրեն հասանելի չի, դժվար է։ Երբ երեխան պատրաստ չի դպրոց գնալուն, այսինքն չունի բավարար բարիքային բառապաշարը, չի կարողանում արտասանել բոլոր հնչյունները եւ դրանից բխող բոլոր հարցերը, երեխան կդժվարանա այդ տառերը գրել սովորել։ Եթե չի կարողանում լիարժեք հնչեցնել, հնչարտասանությունը տուժած է, ապա գրավոր խոսքում գրելու ընթացքում ինքը ունենում է ավելի շատ խնդիրներ։ Թե ինչ որոշում կկայացնեն ծնողները, պարզ չէ, բայց այն, որ 7 տարեկանում դպրոց հաճախելու դեպքում կխաթարվի երեխայի կրթական գործընթացը, միանշանակ է։ Կկարողանան արդյոք մանկավարժները իրենց վրա դրված ծանր բեռը տանել ու լրացնել բաց թողնված դպրոցական ծրագիրը, ժամանակը ցույց կտա։ Սվետլանա Ավդիշյան, ժամը-լրատվական։ Լրահոսը Արմենիայի ուղիղ եթերում սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։